Instagram-ը մի քիչ գոնե գրականությունը դարձնում է մասսայական, Բայզան ուժգնություն է իմ համար։ Էներգիա, ֆիզիկա է ու կվանտովի սկաչոկները։ Պոեզիան երկինքը եւ երկիրը կապելու շատ գեղեցիկ միջոց է։ Քարեր նետենք հիմարության ճակատին։ դա գրականություն, որը բարձրացեն կարդալու համար չի։ Զգոն եղեք տհասներ։ Հիմա որ քեզ թուղթ ու գրիչ տան կարող ոդկասթի վերջում ինչ որ թե դա այդպես չի լինում։ Թուղթ ու գրիչ Ավետը թուղթի վրա, ու փողի։ ավետը թղթի վրա չի գրում։ Արամը սխալ ասեց։ Okay, դու ավետը ճիշտ ես։ Եթերում մոնք 3-ն է, Glumov Triptych, 3 հիանալի հյուր, 3 հիանալի անձնավորություն եւ 1 անհասկանալի վարող։ YouTube-ը վարող։ Ավետ կա։ YouTube-իստ, այո։ Արամ, Արևիկ եւ Ավետ այսօրվա մեր հյուրերն են եւ այսօր խոսելու ենք գրականության նոր հարթակների մասին եւ նոր գրականության մասին։ Մարդիկ գրել են քարերի վրա, կավի վրա, կենթաների կաշվի վրա, մարդիկ ձայնագրել են իրենց ձայնը եւ հիմա կարծես թե նոր ինչ-որ բան է սկսվել, մարդիկ բացի այդ ամեն ինչից ինչ-որ արվում է եւ շարունակում է արվել, թուղթը չասցինք, թուղթի վրա են գրել։ Այո, թուղթի վրա։ Կարևոր է ասել, շատ կարևոր է ասել, շատերը գրում են ուրիշների ներվերի վրա։ Սրտերի վրա են գրում։ Սրտերի վրա։ Վրա թե մեջ։ Վրա, չէ, վրա ավելի Վրա ավելի սպառողական է վրան։ Բարի։ Հիմա նոր հարթակներ են ստեղծել, սոցիալական հարթակներ եւ գրականություն։ Լավ է, լավ չի, ճիշտ է, սխալ է եւ վերջով միգուցե դա ժամանակն է եւ վերջ եւ մենք ոչ մեկս ոչ մի բան հետ չեն կարող պայքարել կամ չպայքարել։ Արամ քեզանից սկսենք։ Չէ, նախ ես կասեմ բարի Լավ, հալուստ։ Շնորհակալություն։ Արամից չեն սկսում։ Սկսում ենք ասել, որ մենք շնորհավորում ենք Գորին YouTube-յան տարածքում այս հրաշալի տրիպտիխը սկսելու, մենք շնորհավորում ենք Monk, ես ընդհանրապես լավ մարդ եմ Գոր։ Մենք բոլորը գիտենք։ Հա։ Արդեն քանի ծրագիր է, մարդիկ արդեն վայելում են Գորի podcast-ը ու դա հրաշալի հարթակ է խոսել շատ լավ կարևոր բաներից, երևույթներից։ Իսկ հիմա արդեն Արամը կպատասխանի։ Սկսենք Արամից։ Դե ես արդեն 2 տարի է ինչ Instagram ունեմ ու սկսել եմ Instagram-ում ոնց որ կարելի ասել ստեղծագործել, գրել։ Դե այդ առումով բավականին հեշտ է, որովհետև օրինակ այն ժամանակ, երբ որ ես չկայի Instagram-ում, իմ կոնկրետ հենց Instagram-ը չկար, հա, դա չկար, Instagram-ը չկար։ Քվանտային ֆիզիկան տենց է, չէ՞, մինչև դու չես սկսում ուսումնասիրել ինչ-որ բան, դա գոյություն չունի։ Այո։ Տալիս էի կոնկրետ գործերս գրական ինչ-որ սայթերի, կան տենց օրինակ Գրանիշն է, չգիտեմ, այսինքն տարբեր հայտնի սայթեր կան։ Իսկ հիմա քանի որ արդեն դու ունես ոնց որ տեղ որտեղ դու կարաս ամեն օր ստեղծագործես դնես, օրինակի տարբերություն Facebook-ի, որ Facebook-ը ավելի միշտ քաղաքական բան է, իմ կարծիքով ավելի ուղղվածություն ունի, Instagram-ը այդ առումով ոնց որ առանձին մի սենյակ է, այս վերջս իդեպ վերջի գիրքը որ կարդացել եմ Վիրջինիա Վուլֆի կոչվում է առանձին սենյակ, տենց իր ամենահայտնի գործն է, դա ֆեմինիստական մի ստեղծագործություն է, որտեղ Վիրջինիա Վուլֆը ասում է, որպեսզի ստեղծագործող լինես, գրող լինես, պետք է ունենաս քո 500 ընդեղ չի ֆրանկը Եվ դա իհարկե դա կանանց է վերաբերում, այնտեղ ինքը օրինակ է բերում Բրոնտեին եւ նաեւ ունենաս քո առանձին սենյակ։ Այ Instagram-ը իմ համար այդ առանձին սենյակն է, որտեղ ես կարողանում եմ առանձնանալ, մնալ ինքս իմ հետ, պատկերների հետ, որտեղ այնտեղ կամ պատկեր, կամ խոսք, տենց ավել բան չկա, վիդեոները երկար չեն, այսինքն ու կա ամենակարևորը քաղաքական գործիչները ու քաղաքական թեմայով շատ բան չկա։ Այդ առումով ինքը իմ օրինակ իմ մոտ ստեղծել է հենց այդ առանձնությունը, մենակությունը ու իմ կարծիքով որպես գործիք ինքը շատ հարմար եւ գրականության համար եւ առհասարակ արվեստով զբաղվող նկարիչների համար շատ կարեւոր ինքը նաեւ հարթակ։ Ինձ հաճելի է այդ սենյակում գտնվել։ Մենակ լինել այդ սենյակում։ Բայց չէ որ այդ սենյակը անընդհատ գրավում են վուարիստները, որոնք որ անընդհատ ուզում են sense Գլազոկից։ Դե ամենամեծ վուարիստները հենց գրողներն են, հենց սկսենք այդտեղից։ Որոնք որ նայում ուրիշ էմոցիաներ։ Մենք նայում ենք մի հատ հիշում եմ մի հետաքրիր հեղինակ է էլի, արդեն սա անդադար հեղինակներ եմ հիշում։ Մենք սովորենք ձեզ, պարոն Արամ։ Ինքը իսպանացի ժամանակակից գրող է, Էնրիկե Վիլամատասը, շատ հետաքրիր ու Վիլամատասը մի գործ ունի, որտեղ համեմատում է գրողին հետախույզի հետ։ Ու ասում է, եթե դուք փողոցում տեսնեք մի շատ տարօրինակ մարդու, որ բոլորի հետևից նայում, ասում է դա գրողն է, որը դուրս է եկել մեր սյուժեներ փնտրել։ Այսինքն թող գրողից շատ վուայերից չլինեն։ Ուզում ասեմ, դա չի խանգարում ձեզ, որ ձեզ այդքան պետք է դիտեն, քննադատեն, քննարկեն։ Նայեք, Փռեն արևին։ գրականությունը քանի որ Հայաստանում ցավոք սրտի պոպուլար չի։
շատ։ Դա միակ միջոցն է դարձնել գոնե մի քիչ ավելի հետաքրքիր մասաների համար։ Վերջերս մի տեղ գրած էր, որ ինչ-որ գրքի փառատոն պիտի լինի, ու որպեսզի այդ փառատոնը հետաքրքրի, գրած էր, որ վերջում անպայման լինելու են երգիչներ, որոնք երգելու են։ Ֆուրշե, կանապե։ այո, իմ ծանոթ իմ ընկերներից մեկը նկարիչ շատ լավ աղջիկ է, ինքը դա հենց նկատել է ու գտել էր, սա գտել են որպեսի մարդիկ գնան գրքի փառատոնի, որտեղ եթե դա չլինի, ամենայն դեպս շատ մարդ չի գնա։ Իսկ Instagram-ի միջոցով մի քիչ դա դառնում է ավելի հանրային։ Իհարկե, նպաստում են հայտնի մարդիկ դրան, որ կարդում են եւ ավելի շատ են հետաքրքրում գրականությունով, բայց ամենայն դեպս Instagram-ը մի քիչ գոնե գրականությունը դարձնում է մասսայական ու մարդկանց ամենակարևորը ճանաչել է։ Օրինակ, ես այտենց խնդիր հակերներում ասած, օրինակ բոլորը, ասենք, ովքեր գրականությունով ժամանակից հետաքրքրեն գիտեն ով անունը Արամ Ավետիսը, բայց դեմքով չեն ճանաչում ով այդ մարդը, էլի։ Իմացան, վերջը իմացան, որ եւ որ մոնոլոգի սա չվերացվի, այսօր ամեն ոդկասթը։ Ոսկե դրումի արևիկ իր, այո։ Լսի, բայց պատկերացու ոնց է ինքը ռիլս նկարում, չէ՞, պետք է մի րոպե վերջ տեղավորի ու ես դա ռիլս չեմ նկարում, ես գրում եմ մենակ ու վերջը։ Ռիլսի ոսկե ոնց է դառնում սա։ Դուք այն մարդն եք, որ փորձում է Հայաստանում հայկական սոցիալական հարթակներում այդ բացը փաստորեն մի քիչ լրացնել, որ մենք այդքան չենք սիրում գիրք մենք իրականում շատ գեղեցիկ ժամանակակից պոեզիա ունենք, հայ ժամանակակից պոեզիա, նաև իհարկե հարուստ դասական, այո, իհարկե, այո, շնորհակալություն, նաև հարուստ դասական մեծ ժառանգություն ունենք, դասականների կողմից այդ։ Ու ինձ համար սոցիալական հարթակները միջոց են։ Ուզում եմ իրենց խոսքը լսելի դարձնեմ շատ մարդկանց, ովքեր ունեն լսելու կարիք, ու շատ հետաքրքիր է, որ ամեն մեկը իր պատմությունն է միևնույն է լսում։ Ես ընտրում եմ ինչ-որ գործ կարդում եմ, ու մարդը լսում է, ինչ-որ իրան պետք է։ Ու ես հասկացել եմ շատ, ու ինձ շատ գրում են, նույնիսկ տղամարդիկ, ովքեր որ քիչ են, չէ՞, ավելի շատ պոեզիա սիրում, բայց գրում են, որ հուզվեցին, որ իրենց կյանքից մի շրջան վերաիմաստավորվեց, վերլուծեցին ինչ-որ բան։ Սիրուն աչքերն է, սարի։ Բայ, բացակայություն։ Բանաստեղծություն ծնվում։ Շատ գեղեցիկ անուն, Մայստրո։ Այո։ Տվեք ինձ դու։ Կարետու։ Բայց դու հեռախոսի մեջ ես, չէ՞, չբաներ։ Չես ասում, տենց որ հիշես։ Չէ, ավետը Ձերքով միայն։ Ավետը միայն չէ, քարանձավից որ սկսեցի, ես։ Իսկ հիմա որ քեզ թուղթ ու գրիչ տան կարող ոդկասթի վերջում ինչ որ, թե դա այդպես չի լինում։ Թուղթ ու գրիչ ու ավետը թուղթի վրա, փողի։ ավետը թղթի վրա չի գրում, ավետը գրում է հորթի կաշվից մագարակների վրա, պերգամենտների վրա։ Հորթագիրն է։ Լավ, հիմա որ տղաները լռեն, արևիկը կավարտի իր միտքը։ Չէ, իմ միտքը այն էր, որ ես փորձում եմ դա միջոց Իսկ դա դարձնել, սկզբանը ինչ էր, գաղափարը, միտքը, դա հոբբի իրականում էր։ դա չէ, շատ ինքնահոսի ստացվեց, ես չէի որոշել դա անել, պարզապես տեղադրելով մեկը հետո մյուսը, ես դրա համար չի անում, բայց սկսվեց սիրվել եւ սկսեցին հետևել ինձ, գրել ինձ ու հասկացա, որ ես էլ ունեմ կարիքը ու մարդիկ էլ ունեն կարիք լսելու։ Կարիքը դուք ինչ կարիք ունեք։ Ես ունեմ կարիք ժամանակակից պոեզիա կարդալու, առհասարակ Բարձրաձայն։ Հա, ինձ թվում է, որ պոեզիան չգիտեմ, երկինքը եւ երկիրը կապելու շատ գեղեցիկ միջոց է, շատ սիրուն միջոց է, ու կյանքը ավելի բարակ շերտերով այդ համը վերապրելու միջոց է, ու որ մարդիկ էլ շատ իրենց կպնում են, ես շատ ինձ պիտանի եմ զգում, կարևոր է, որ իրեն պետք է կանեմ։ Երկինքը եւ երկիրը այդ մտքի հետ ավետը այդտեղից համաձայն է, կմտնի։ Ես կմտնեմ երկիրը։ Ես ու Արամը շատ դեպքերում կարող եք ասել դժոխքը եւ երկիրը կապելու միջոցը։ Դժոխքը եւ դժոխքը։ Դժոխքը։ Ավետ դու ինչ կասես։ Բարի երեկո։ Սկսենք մեր ոդկասթը։ Այո, վերջապես։ Սիրելիներս։ Շատ լավ հյուրերեք։ Ինձ շատ հետաքրքիր է միշտ լսել Արամ Ավետիսին, ով հանդիսանում է իմ հանրության ամենագրագետ ու ամենակարդացած պոետը ու արձակագիրն ու էսեյագիրը ընդհանրապես։ Շատ ուրախ եմ Արևի հետ ծանոթանալ, աղջիկ որը տալիս է այդ հնարավորությունը լայն մասաներին իր գեղեցիկ աչքերին։ Ավետ ջան, ներողություն, իսկ դուք Ավետ Բարսեղյանի բանաստեղծությունները, լավ իմացար որ, գիտեի, որ տարածում է գտնում, ինչ լավ մոնտաժն եմ աշխատում եւ կարողանում է հանրությանը ներկայացնել։ Ինչ եմ ստեղ խոսում։ Ես չգիտեմ, կարող ես մեզ նայել ու խոսել։
իմը աշխատում է, չէ՞, շատ կրուպ։ Այո, բոլոր աշխատում, աշխարհի բոլոր կամերաները, աշխարհի բոլոր կամերաները ինձ են նվիրված։ Իսկ այդ առումով ես գրում եմ դեռևս թղթի վրա, երկիրը երկնքի, դժողքը դրախտի, դրախտը այս մի բաժակ ջրի հետ կապող օղակը խոսքն է, մեկը խոսքն է, կոմունիկացիայի վարպետներ են նստած թե այստեղ, թե տեսախցիկներից այն կողմ, ու պոեզիան ամենագերագույն ձևն է մարդու հետ նուրբ, ինչպես ասաց Արևիկը, նուրբ մետաֆորաներով խոսալ, ես իմ մետաֆորաներով կամ այլ տարբերակներով խոսելու։ Սոցիալական հարթակները Instagram ունեմ, Facebook երբևէ չեմ ունեցել, ինչ սկսել եմ հենց Instagram-ով դնել որոշակի հատվածով, երբ որ վիդեո լաբը եղավ արդեն իմ կյանքում, սկսեցի նաև հավաքել գործերս, հետո Արևիկի պես լավ երեխեքը դնում նշում էին, ես ինձ մոտ էի հասցնում, հետո Նազենին Հովանեսյան սկսեց իր պոեզիայի երեկոներին օգտագործել իմ։ Դա ներողություն տոֆտոլոգիայի համար գործող գործիք է։ Instagram-ը։ Instagram-ը եւ պոեզիան, որը որ այնտեղից։ Բայց Գորջան, քանի որ միշտ համացանցնել, երբ որ եղավ ինքը փայտ է երկու ծայրով, կներեք փայտ արտահայտությանս համար, այսինքն կարելի է եւ օգուտը կաղել եւ վնասը, Գորջան, նույն ձև ոնց որ պոեզիայի տարածումը ինտերնետի սոցհարթակների միջոցով ինքը ունի համ լավ կողմը, համ վատ, որովհետեւ եթե Արևիկի պես լավ երեխեք, գրագետ երեխեքն են, կան դրա դիմաց կան նաեւ մեծ անհասկանալի կնանիկ հասկացողության, որոնք այո, ես ձեզ որ ավարտվի ծրագիրը ձեզ ցույց կտամ։ Այսինքն ստե որակական Նաև այն որակն էլ է գալիս ու արդեն էլի թացը չորի հետ։ Լսի, իսկ եթե այդպիսի ճոճաները կամ ջաջաները կարդում են Վահան Տերյան կամ Ավետ Բարսեղյան կամ Չարենց կամ Մոյակովսկի, չգիտեմ, ինչ ուզում են, վատ որակի, դա վատ է, որովհետև դա ուղղակի վատ որակի է, թե։ Չգիտես, վատ որակին ասելով, այսինքն ինքը հետաքցում էլի այն դաշտ, որից մենք այս սերունդը հատկապես ուզում է դուրս գա, այսինքն ինքը ավելի թաչի լինի, ավելի այսօրվա ձևով կարդա, այսինքն այն սովետական այդ ինքը բերում է էլի այդ դաշտ, որովհետև իրանք էլ գիտեն օգտվելու տարբերակներ, այսինքն յուրաքանչյուր երևույթ սոցիալական հարթակ ինքը ունի նաև դրական եւ բացասական կողմերը։ Բացասականը այն է, որ լավի հետ միասին նաև ներխուժում է այդ վիճակը, իսկ հասարակ մարդուն, որին պետք է կամաց պոեզիայի նման այդքան էլ բարդ, այդքան է հեշտ դյուրամարս բան չի, իրան պետքա գոնե մենակ լավը մնա։ Դրա համար Արևոյից, Արամի նաև մեծագույն առաքելություններից մեկը շատ այսօրվա լեզվով շատ ճիշտ սարքել այդ կոնտենտը։ Ինչու է բավականին քիչ հետաքրությունը, որ մենք պետք է այսպես նույն նաև արհեստական ձևով ինչ որ դա փորձենք։ Քյուր այդ կարծիքը։ Շատ են սիրում խոսքը։ Շատ են սիրում պոեզիա եւ ինքը նորից ասեց որ դեֆիցիտ ունենք, Արամը սխալ ասեց։ Okay, դու ավետը ճիշտ ասես։ Գորջան իսկականից, քանի որ գնում է ամեն ինչ կոմունիկացիայի այս ձևի մեջ, շատ ինձ համար տարօրինակ կերպով պոեզիան, գիրը, խոսքը նորից վերապրում է իր վերածնունդ կարելի է ես կարող եմ ասել, չգիտեմ ընկերներս կամ գոլեգաս ու իմ մտերիմ ընկերը ինչ կասի, բայց ինքը վերածնունդ է ապրում կոնկրետ պոեզիայի, անգամ այն ամենաանհամ ու քաղցրա ծուցկ վիճակը պոեզիայի նորից վերածնունդ է ապրում։ Մուրաբա պոեզիան, այո, կոկլյուշկա պոեզիան, էլ ինքն էլ է աճում ու վերածնում։ Արամ դուք համանուտ եք։ Նայեք, իմ կոնկրետ խնդիրը ավելի շատ ես եմ, ասենք այդ ես եմ, իմ ամենամեծ խնդիրը ես եմ։ Իմ ալֆա եւ օմեգան ես եմ, իմ ալֆան ու օմեգան ես եմ։ Ու չէ, նայեք, խնդիրը ստեղեն է, որ ես համաձայն եմ, որ այդ հետաքրությունը կա, բայց քանի որ ես շատ եւ սնոբ եմ, չգիտեմ, ես մտածում եմ, որ մեր իմացած բանաստեղծներից բացի կան նաեւ լիքը չիմացած բանաստեղծներ, որոնք էլի մեծ են ու կարեւոր են։ Դե համար ես ավելի շատ դեմ եմ խոսում նույն բանաստեղծների շուրջ պատտվելու ու այդ բանաստեղծերի մի քիչ ավետի ասած այդ կանանց այդ որ վատ կարդում են, բան ռաբիզացնելուց, որտեվ կամ բանաստեղծներ, օրինակ դուք ասենք Մայակովսկի շատ դժվար է ռաբիզացնել։ Ինքը թվաց ինքը թվում է շատ պոպուլյար,
բառը, բայց օրինակ այդ կանեք չեն ընտրի հաստատ Մայակովսկի կարդալ, օրինակի համար, էլի։ Հա, այսինքն ես ուզում եմ որ մարդիկ օրինակ անցած տարի 24 թվին օրինակ բացի Պաուլ Սևակի 100-ամյակից կար նաև Զահրատի 100-ամյակ, որը իմ ամենասիրած Թուրքիայի մեծ բանաստեղծներից է։ Ինքը մոռացված է, չնայած տպագրվեցին գրքեր Զահրատի 100 բանաստեղծից եւ ես օրինակ կուզեմ որ բացի մեր այդ երևելիներից կան նաև էլի անհայտ երևելիներ, որոնք կարևոր են։ Դու վերցնես քո վրա այդ դերը։ Ես վերցնում եմ գրախանութում օրինակ խորհուրդ եմ տալի կամ գրքերից մեջ հղումներ եմ տալի, այսինքն տենց բան եմ։ Բայց ես ավելի շատ ոնց որ ուզում եմ որ Զահրատաֆիլ չես դու։ Զահրատաֆիլ եմ։ Բայց պետք է գործողությամբ դա բացի։ Ես իմ Instagram-ի էջին մի քանի բանաստեղծություն Զահրատից կարդացել էի։ Զահրատը տենց հորոսկոպների հետ կապված բանաստեղծություններ, քանի որ մարդիկ հորոսկոպներ սիրում են։ Դու երկուսը մեկում ես ուզում։ Ես երկուսը մեկում եմ, ամեն մեկը մտնում է լսում է իր հա, ուզում ասեմ իմ խնդիրը կարելի ասել այս դեպքում ավելի լայնացնել այդ նույն պոետների բանը նույն ժամանակակից նոր անուններ մոռացված անուններ օրինակ ժամանակակից գրականության մեջ կան դեմքեր որոնք ասենք շատ հայտնի են ու կան դեմքեր որոնք շատ լավն են բայց քանի որ օրինակ ասենք չի բնությունից չունեն օրինակ թեկուս հենց այդպես երևալու կամ չգիտեմ դա չի շակրոտ մարտիկ ասում եմ если вас никто не знает это не значит что вы неизвестны հիմա դա լիքը այդպես գրողներ կան որոնք իրանք մեծ տաղանդավոր գրողներ են ավետի ագարակը չէ որ բոլորը չեն կարող ավետի ագարակը հիմա կզախնի չէ կարկամենած այգեք sense բան մի հատ եկեք ես վերլուծեմ են ինչը բոլորի մտքով անցնում է բացարձակ մեղավորությունը զիսանձից չկա որ էստրադային ու շատ կայֆ կենսագրություն ունեցող ու շատ հայտնի կենսագրություն ունեցող մարդը նաև լավ պոետ է ես դրանում մեղավոր չեմ ես դրանում մեղավոր չեմ այո զիսս ներողություն այո ու Արամի ասածը բնականաբար քարջ էր այդ հա մենք քարերը հավաքում ենք պատեր ենք ստեղծում հա ընկերությունը այնքան լավն է մենք ընկերացել ենք որպեսզի մեծ քարեր նետենք հիմարության ճակատին եւ նավագույնն է ինչ հա երկու ֆրոնտով սատկացնում ենք հիմարություն տեսակը ու տգիտություն ու երևի թե մեր բախտը բերել է այս պերիոդ որ հիմնականում իրարամերժ պոետները համ տեսակով, համ հագուստով, համ մտածելակերպով, համ գրի տեսակով այս ժամանակահատվածում լավ ընկերներ են, այդ շատ մեծ զենքա իսկապես ուշադիր եղեք ու զգոն եղեք տհասներ, որովհետև այդ զենքը շատ սուր է խփելու տհասությանը դեմ, էլի։ Դրա համար թե ինձ ասելու դե լավ Արամը անդուր գրող է, թե Արամին ասելով ախպեր ինչ գործ ունես այս էստրադնի աստղը քո անունը գցում է, շատ զգուշ եղեք նման տհասներ, որովհետև կոչնչացնենք մոկրովը место միաստանից։ Թաց տեղ չի մնա ձեզ։ Իսկ ինչ վերաբերում է հայտնիությունը, որը կարա նպաստի նաև որոշակի առումով լավ գործին, դա վատ բան չի, Զահրատները անհրաժեշտ են, բայց միևնույնն է հանրությունը իր պահանջով ընտրելու է մեկան այն, ինչը իր համար մեծ է, իր համար ընկալելի է, իր համար լավ է։ Ու լավ է որ կան չբացահայտված, չպոպուլարիզացված մարդիկ։ Դրանով է այդ բալանսը ճիշտ, որովհետև այդ պարագայում Արամ դու չէիր տարբերվի հանրությունից, ցավը տանեմ, քո կարդացածն ու քո իմացածը, քո Զահրատների այդ ֆայլը սենյակի չէր տարբերելու քեզ մնացածից։ Չի կարա հանրությունը միշտ իմանա underground-ին, լավը բարձրակարգը ինքը միշտ վերցնելու է ու ժամանակաշրջանները ծնելու են հանրային լեզվով խոսող մարդկանց, ավելի բարձր խոսող մարդկանց, ընդհանրապես չընկալվողներին, այդ գրադացիան չի կարա պոպուլարիզացիայի ենթարկվի։ Շատ լավ բանը պոպուլարնի սարքելու այդ միտումը մի քիչ սխալ է, որովհետև իրանք էլ խտացված են գրում, իրանք էլ չեն գրում բոլորի համար։ Սիրելի զրուցակիցներ, Ավետը եւ Արամը խոսում են իրենց անունից եւ իրենց ընկերների անունից, մեծ հայտնի եւ անհայտ միջին փոքր եւ այլն։
Ինձ հետաքրիր է Արևիկը ինչպես է ընտրություն կատարում եւ արդյոք իր ցանցում լինում են այնպիսի պոետներ, որոնք որ քիչ ճանաչված են, քիչ սիրված են միգուցե, անհայտ են ընդհանրապես, դուք նրանց հայթայթել եք։ Իհարկե, ես հիմնականում այդպես իմ ազատ ժամանակը ամբողջ եւ գրանիշումը եւ անընդհատ ես փորձում եմ գտնել նոր մարդկանց, նոր ստեղծագործողների, ովքեր իսկապես լսվելու կարիք ունեն ու իրենք շատ կարեւոր է որ իրենց մարդիկ լսեն ու իմանան իրենց մասին, որ մենք ունենք այսօր ժամանակակից ստեղծագործողներ ու իրենք իսկապես շատ որակյալ գիր են թողնում։ Եվ այդ առումով թե ինչպես եմ ընտրում, շատ ինտիմ է, որովհետև շատ զգայական է, այն ինչ որ շատ գեղեցիկ բանաստեղծություն կարող է լինի, բայց ինձ ուղղակի մոտ չլինի, հա, եւ այդ շրջանում գուցե ինձ չկպնի, ես յան պահում եմ ու ինչ որ շրջան հետո եմ կարդում, երբ որ արդեն պատրաստ եմ լինում դա կարդալու։ Բայց այստեղ ես շատ կարեւորություն եմ տալիս իսկապես կերպին, թե ինչպես եմ կարդում, որովհետև ինչպես Ավետը նշեց, պաթետիկան դա ոնց որ քայլել է պոեզիայի հետ մեկտեղ ու իմ ականջին օրինակ շատ խանգարում էր այդ պաթետիկան, երբ ես լսում էի, ես հասկանում էի, որ ահա հիմա մենք պոեզիա ենք լսում, եւ այդ որ կենթանի չի խոսքը, դա ինձ շատ միշտ խանգարում էր ու չէի կարողանում ընկալել, ինչա ասվում։ Ու ես փորձել եմ ավելի պարզ ներկայացնել պոեզիան, բայց ոչ պարզունակ։ Ես փորձում եմ իրեն սարքել կենթանի խոսք, ոնց որ ավելի շատ պոեզիան եմ փորձում կենթանի խոսք դարձնել։ Արև ջան, իրականում կներես ընդհատում եմ, բայց գորի ասացի ենթատեքստի մեջ էլ կար, որ պոեզիան ընդհանրապես բարձրացնելու բան չի, էլի։ Ինքը որպես դա շատ անձնական ինքը պետք է գրես, թողես մարդը ընկալի։ Շատ քիչ բարակամ, քեզ չեմ ասում, Արև ջան, այսինքն ես քո ձենը հիմա էլ եմ լսում ինտերնետով էլ եմ տեսել, հա, համացանցում շատ մարդկային է, հասու է, բայց եթե գլոբալ վերցնեմ, այդ են բանն է, որ պետքա դու ցենց թողես չխմես, էլի, գորի ջուրը, դու ջուրը լցնես ու ինքը կում խմի։ Իսկական պոեզիան շատ քիչ է լինում, որ հեղինակը ունի լավ ձեն, օրինակ Արամն հենց է կարդում, խազում է հոգին, ինքը մանտրայի մեջ է գցում։ Շատ գեղեցիկ է։ Բնականաբար իմ ձենը։ Բայց օրինակ Արյուշ Սևակն էլ չէ, այդքան գեղեցիկ կարդալը ոչ չուներ, բայց ինչքան գեղեցիկ է։ Ոնց որ էությունը միանգամից դրսևորվում է։ Հասկանում եմ, բայց պոեզիան ընդհանրապես եթե գլոբալ ես վերցնում, ինքը երևի թե պետքա ինտիմ բառը, որ մի քանի անգամ ասացիր, այ դրանից է կա հասանելան, որ այդ ժանրը ընդհանրապես շատ խախուլ վիճակում է, իրեն չպետք է կամ կարդացնենց որ չխանգարես կամ ընդհանրապես արգելվի պետականորեն պոեզիա կարդալը։ Դե նայեք, հիմա ես ինչ եմ հիշում, քանի որ ես դեզանց տարիքով մեծ եմ, դեց մի ասա։ լավ, ոչ բոլորից։ Ես հիշում եմ նաև սովետական միությունը եւ պարադոքսը, օրինակ գոյություն ուներ պոետ Ռոբերտ Ռոժդեստենսկի, որը որ կարդում էր պոեզիա ստադիոնում, մարզադաշտում կարդում էր պոեզիա, մարդիկ կլանված լսել են։ Դա աշխարհում չտեսնված բան է։ Դե պարզ է որ Ջիմ Մորիսոնը իր համերգների ժամանակ ինչ որ բաներ ասել, Դեվիդ Բոուին, Բոբ Դիլանը, բայց ես համաձայն եմ Ավետի հետ, որ պոեզիան շատ նուրբ անգամ Մայեկովսկին որ այդքան բարձր է, անգամ Չարենցը որ այդքան բարձր է եւ կարծես թե երկաթակ գրերով այո, մեջ պետք է լսվի։ Ներսի ձենի, այնքան նեյտրալ պետք է լինի ձենը, այնքան FM-ը սաղին հարմարացված պետք է լինի, որ դու չազդես այդ մարդու հիմնական կառուցվածքի վրա։ Էլի ջուրը ինքը անհոտ պետք է լինի, ինչ որտեղ նաեւ։ Այդ դրա համար պաթոսը ինչ է, ինքը հոտ գույն սուր բաներ է, դրա համար երևի թե ազդում է մարդու վրա, որ հանդարտ FM-ի մեջ է ինքը։ Հիմա Բրոդսկի ոնց է կարդում, չէ՞։ Բրոդսկին ոնց է կարդում։ Բրոդսկի որ լսում ես, քեզ թվում է, որ հեսա դու կարող մեռնես այդ մարդը, որ ոնց է կարդում։ Հաճույքից մեռնես։ Հիմա հա, պոեզիան ու կարդալունն էլ մի հատ առանձին թեմա է։ Տեսեք, որ խոսում ենք նրա մասին, որ գոյություն են պոետներ, որոնք որ հայտնի են, գոյություն են պոետների ինչ որ բանաստեղծություններ, աշխատանքներ, որոնք որ հայտնի են, մատչելի են, բոլորը գիտեն, բոլորը սովորել են անգիր, բոլորի ականջի վրա եւ նրանք սիրված են, բայց արդյոք սիրված են, թե նրանց սիրացրել են։ Ով անտրե, ինչու է անտրե, ինչի հիմա չկան այդ մարդիկ, որ պետք է ընտրեն, բերեն, ձեր գործը որն է, սիրելի պոետներ, ձեր համար դա ցավալի չի, որ ինչ որ մեկը պետք է օրինակ որոշի, դե նենց չի, որ դա միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում այդպես, չգիտեմ, ԿԳՄՍ նախարարությունը ընտրում է ինչ բանաստեղծություններ պետք է լինեն։ Այստեղ ավելի կարևոր է որ
Որ բանաստեղծություններ, հա, որ պետք է լինեն հիմնականում պոետը ճիշտ է ընտրված, բայց բանաստեղծությունները կարող են հիմա այդ հարցը եւ խնդիրը հասարակությունը պետք է բարձրացնի կամ չբարձրացնի կամ ձեր միսիան նաեւ նրանում չի որ բացի ձեր սեփականից դուք ասեք որ գիտեք ինչ կա այսպիսի Վահան Տերյան կա, այսպիսի Սևակ կա, այսպիսի Չարենց կա, այսպիսի Սիամանթո կա։ Այդ իրականում ես օրինակ Հայաստանում չեմ տեսնում, որ կոնկրետ քաղաքական, այսինքն ստրուկտուրաներում շատ հետաքրքիր լինի այդ պահը, որ թե ովքեր են լինելու, ինչեր են լինելու, ես չեմ տեսնում համենայնդեպս հետաքրքրություն, հակառակ ինչ որ անտարբերություն եմ ավելի տեսնում։ Օրինակ իմ ընկերներից մեկը Դավիթ Սամվելյան գրող, որը կազմել էր edit print-ով բանը դպրոցի համար ժամանակակից գրականության ցանկը, ինքը ազատ ընթերցանության համար էր։ Ես այս վերջերս հետը խոսում եի, ասես որ ընդհանրապես չի վաճառում, որտեղ ինչ որ ազատ է, պետք է ուղղակի սիրելով կարդան, ժամանակակից ու ինձ մի պատմված կար 11-րդ դասանում էր հայտնվել բան առաջի գրքիցս, այդ ազատ ինչ որ ազատ է, դա չի կարդացվում։ Ինչ որ պարտադիր չի, ինչ որ պարտադիր չի կարդացվում։ Այդ մեկը, ինչ վերաբերվում է օրինակի համար, երբ որ մենք օրինակ ենք բերում համաշխարհային գրականությունից, օրինակ երբ որ Մայակովսկին բանի հետ, Օսիբրիկի հետ եւ Բուրլուկի հետ որոշեցին այդ օկներոստան անեն, օկներոստայի իմաստը ինչ էր, որ պոեզիան դառնա կենցաղի մի մաս, այսինքն դառնա գործիք։ Եվ մարդիկ վերջերս կարդալ սովորեն։ Սովորեն, ավելի ասած դառնա այդ ջուրը, դառնա բաժակը, պոեզիան դառնա բան, ու հետաքրքիր է որ Բիկովի կենսագրության մեջ Մայակովսկի ասում է դա միակ ժամանակաշրջանն էր ռուս գրականության ու вообще համաշխարհային գրականության պատմության մեջ, երբ գրականությունը փոխարինեց իրենով կրոնին, որտեղ այդ ժամանակ եկան վակուում կար։ Եկան այդ խլեբնիկովները, եկան այդ անորմալ, չգիտեմ, աստղաները, ֆուտուրիստները, չգիտեմ, սուպրեմացիստները, ոչ սաղ եկան այդ ժամանակ ու դա ուզեցին բերեն մտցնեն ոնց որ կարելի ասել ժողովրդի մեջ, բայց կարևոր ժողովուրդը ինքը շատ հերու իմ կարծիքով շատ մոտ բան չի պոեզիային, որտեղ դες Հելիվեր Խլեբնիկովը միևնույնը մնաց հասկանալի է, բայց նայեք շատ կարևոր բան կա, Խլեբնիկովը ավետը ճիշտ ասում, ինքը մնաց մենակ շատ սիրողների համար, այսինքն ինքը քչերը չգիտեն որ հիմնական հայկական արուն կա Խլեբնիկովը։ Այո, Հալաբյաններից է եղել, ցակումով, ուզում եմ ասեմ որ որտեղա թաղված։ Ուզում ասեմ կան գրողներ, որոնք մնացին հենց օրինակ երբ որ Մայակովսկին տպագրեց 150 միլիոն վերնագրով պոեմը, Լենինը գրեց, որ մյուս անգամ ոչ թե 5000-ը սա տպագրվի, այլ տպագրվի 1500 հատ, գրած էր для библиотеки для чудаков, որտեղ պոեզիան ինքը մեկը ավետի ասած է ու այսինքն մեր այսօրվա թեման է, որ ինքը ինքն բան է, որ դու իրեն չես կարող մտցնել, դարձնել մասսայական, նույնիսկ երբ որ ինքը գովերքումը Մոսելպրոմի, ասենք, չգիտեմ, տապշկեքը կամ չգիտեմ, Գոյություն ունի Թումանյանի ֆայլ հասկացողություն։ Այդ կա այդ ֆայլը։ Գոյություն ունի ինչու է ապշած լճակ, որը բոլորը գիտեն, բայց ոչ մեկ չի հասկանում ինչի մասին, հա։ Ինչի ապշած։ Ինչի ապշած, ինչ լճակ։ Մի հատ եկեք հասկանանք, ով է, ինչու է։ Գրեդա ասա արևոս ուղղակի ինձ թվում է որ մեր ձեներով։ Ինձ թվում է գուցե դա փրկություն է պոեզիայի համար, որ այդ շերտերը մնում են այն մարդու համար, ով այդքան համարձակություն կունենա խորանալու այդ շերտերի մեջ ու իր համար բացահայտելու մի նոր աշխարհ։ Չէ, խոսքը բացահայտելու կամ շերտերի մասին չի, ով ժողովրդին ասում, որ սա լավն է, սա այդքան լավը չի, սրա այս պոետը լավն է, բայց մենակ այս բանաստեղծությունն է լավը, իսկ սրանը բոլորն է լավը։ Կամ ով են այդ մարդիկ, պետք են այդպիսի մարդիկ, թե պետք չեն։ Պետք է ժողովրդին ուղղորդել։ Ինձ թվում է ամեն մարդուն իր սիրտը պիտի ուղղորդի, ես հիմնականում փորձում եմ այնպես անեմ, որ մարդը բայց մարդկա չէ ուզում ոչ կարդա, ոչ լսի, չէ։ Դե գուցե ուրեմն դրա համար դեռ ժամանակը չի, դեռ չի եկել պոեզիայի։ Մենք ավելի ժոստկ ենք ավելի ժողովրդին պոեզիան պետքա իսկապես համծեցելով, ստիպելով էլ, բայց Արամի հետ նաև անհամաձայն եմ էլի, որովհետև վերադառնամ Թումանյանական ֆայլին, որովհետև ժամանակահատվածը նաև ծնում է ժողովրդի լեզվով, շատ ընկալելի, բայց մեծ տեղանոց ինֆորմացիա շատ հասարակ ջրային տալու մարդկանց։ Ու դու չես կարող ասել, որ ինքը վատ պոետ է, քիչ պոետ է, ժողովրդական պոետ է, ամենայն հայոց բանաստեղծն է, ու տաս այն underground-ի շատ լավ, շատ ստիլնի էմալա պատ խորը, ընտիր, թեորիա ստրուն գրած տարերը հաշված, չես կարող տենց բան անել։
մարդիկ հանրությունը միևնույնն է ընտրելու է ինչն է իրան, ինչքան էլ 10 դասագրքայինը կարդացող երեխեն այդ դասագրքից մեկը դուրս է գալու, կարդացող երեխեն գտնելու է Զահրատին, գտնելու է Խլեբնիկովին, գտնելու է Բրոդսկուն ու մնացածին։ Արամ Ավետիսին արդեն գտած պահած մցնելու է դպրոցական ծրագիր։ Իմիջայլոց, կուզենաս դու դառնաս այսպես պոպ պոետ, որ դպրոցում։ Այստեղ երազանքները կատարվում են։ Հա, միգուցե կա ավես դու Վայ, ես։ Որ երեխաները ուշտեսուտ Անխուսափելի է, որ արդեն թորը Կամ լավ, դու ի հեջուկս քեզ գորջան, որ ասի պապի, ասես ես ճանաչում եի։ Այդ պապի ճանաչում։ Հիմա անխուսափելի է, ցավոք սրտի անխուսափելի է։ Իսկ ինչպես է դա լավ։ Դեռ խուսափելի է։ Մտածել եք դրա մասին, ինչ զգացմունքներ կապրեիք, օրինակ, որ Քոնը ավագ դպրոցում ըստ երևույթի։ Հա, Իրանը ավագ դպրոցում։ Այո, հիմա որ տրանսպարանտն է։ Ու տարբեր է։ Հա, 1-2-3-ից արդեն ասել է։ Առաջի դասարանում թորը գալու է ասի գոր պապի։ Ավետ Բարսեղանի բանաստեղծություն եք այսօր։ Կյանքը պահերից է, ահերից է, մահերից է։ Դա լինելու է։ Ես հասկանում Ես եմ կուրախանամ, որ հարցրիր ինչ կզգաք։ Դու կուրախանաս։ Արամը Ես ավետի համար կուրախանամ։ Ես բացի այն կուրախանամ, ես հաստատ այդ ժամանակ հանձնաժողովում եմ մտնել։ Հետ կռվեմ, որ Արամինն է։ Որովհետև այդ հին ցիստիտները չեն ուզելու։ Փոքրիկ դիկտատորական քո։ Ես սաղին ծեփ եմ պատերով, ասեմ չի Արամն էլ ալնելու դասագիր։ Շատ բարի, լավ կլինի։ Ես համոզված եմ, որ ինչքան այդպիսի բաներ լինի մեր կյանքում, շատ ավելի լավ ապագա կունենանք եւ շատ ավելի լավ սերունդ կունենանք, որ այդ ապագան կերտի։ Ինձ թվում է, որ առհասարակ մենք իսկապես կարիք ունենք պոեզիայի, ինչպես ծարավի զգացողություն ես ունենում ու դա նորմալ է։ Դա հիմա դուք էլի որ ասում եք, մենք կարիք ունենք։ Օրինակ ես ինչ որ բանի կարիք որ ունենում եմ, ջրի, հացի, պոեզիայի, երաժշտության, ես ինքս հայթայթում եմ դա եւ այդ ծարավս կամ քաղցս ագեցնում եմ։ Ու համարում եմ, որ դա նորմալ է, որ տենց պետք է լինի։ Արամ Ավետիսը, երբ որ գրախանութում մարդկանց խորհուրդներ տալի գիրք, ուրեմն գրելու եւ ոչ մեկ չգիտեր, որ ինքը պոետ է կամ գրող է, որ գարս է ռադիոան մենք դրա մասին խոսում ենք, մենք իրան գտանք, ինքը մեզ գտա, որտեղ մենք իրար ման էին գալի, որտեղ Ավետ Բարսեղյանը, երբ որ երգեր էր գրում, միգուցե ոչ մեկ չգիտեր կամ շատերի համար Ավետ Բարսեղյանը միայն երգեր է գրում, հիթեր է գրում, գումարներ է աշխատում, բայց միգուցե մարդիկ չգիտեն, որ Ավետ Բարսեղյանը բանաստեղծություն է, բայց այն մարդիկ, որոնք որ ուզել են, դա գտել են։ Հիմա իմ ասածը ինչն է, որ ավելի լավ չի, որ մարդիկ ինքնուրույն գան լույս վառեն այդ սենյակում, տեսնեն ստեղ ինչ կա, ինչ չկա, թե մենք իրենց ասեն, գիտեք, այսպեսի աշխարհ կա եւ սոցցանցերը թույլ են տալի, այսպեսի աշխարհ կա, եկեք եւ վերջը վայելեք։ Բայց ով է վայելելու։ Վայելը այդ մարդը այդ վայելքը վայելելու ներողություն արտահայտության համար։ Թե մենք խոզերի արչեւ այդ բիսերը սկսում ենք նետել, դա էլ կա, չէ՞, որովհետեւ ինձ թվում է, որ կան բաներ, որ բոլորի համար չեն եւ պետք չի որ բոլորը հասկանան։ Հիմա գոյություն ունի Մարկես, գոյություն ունի Կոելյո, որ Մարկեսը աղքատների համար։ Եթե մարդը կարդում է Կոելյո ու իր կյանքից գոհա, բայց իրան ասում ես մի հատ Բորխես կարդա, մի հատ Մարկես կարդա, տեսումից հա թխես մարդը, ասում է չէ դե Կոելյոն 11 րոպե են կարդացել։ Այդ առումով ֆրանսիացի մի մեծ պոետ է սիրում պատասխանել, որ արդյոք արժանի ենք մենք պոեզիայի։ Ու այդ հարցը իսկապես օթում է, արդյոք մենք արժանի ենք պոեզիայի, բայց դա նույնն է, ոնց որ ասես, արդյոք մենք արժանի ենք, որ աստղերը շողում են, որ արևն է ջերմացնում մեզ։ Բայց արևը չի, տես աստղերը շողում են, ոչ մեկ չի նկարում, չէ՞, աստղերը անդադ Instagram ասում երեխեք լնայեք աստղերը շողում են։ Չի կոնտենսի։ Բայց այն մարդիկ, ովքեր ունեն դրա կարիքը, վստահաբար իրենք նկատում են, այսինքն հարցը այստեղ այն մարդու մասին է, ում է դա պետք։ Իսկապես, եթե դա պետք է, նա կգա կգտնի անհնարին պայմաններում նույնիսկ։ Դու ուզում ես ասես ընդհանրապես տարածումը անջատեք Ռուբելնիկից։ Չէ, հիմա մենք խոսում ենք դրա մասին, որ այո, խոսանք դրա մասին։ Այո, իհարկե։ Անջատեք։ Ռուբելնիկից անջատեք պոեզիան։ Որպես ստեղծող, որպես արարիչ, որպես տվարեց, որպես բովանդակ, այո։ Վաստակավոր տվայր։ Ձեր համար կարևոր է, չէ՞, որ ձեզ կարդան, շոշափեն, քննարկեն։
Ընկալ են նաև։ Ընկալելը չգիտեմ։ Ինձ համար գուցե, չէ, ես իմ անունից հիմա չէ, ես տվարեցի անունից, որտեղ ես առանձին տվարել եմ։ Այո, դվավազն։ Որպես տվար նիսուսիետնը, ինձ այդ կանել է ական չի, ինձ կանեն թե չէ, որտեղ ես ինձ կանեմ էլ, կարդամ էլ, ինքնաբավ։ Արամ, դու ինչ կասես, կարևոր է քեզ համար, որ քեզ ընթերցեն։ Մենք Արամի հետ շուտով փոքրիկ տեսանյութ ենք անում։ Կոլապ, արդեն պայմանավորվեցիք, միշտ լավ եկաք ստեղ։ Հիմա կարևոր է որ ընթերցվես, որ քեզ ճանաչեն, իմանան։ Իրականում, եթե դու գիրքը տպում ես, բարձա որ ուզում ես այդ գիրքը մարդիկ կարդան, այդ բարձա, բայց իրականում մտածես որ թե քեզ շատ կհասկանան, թե չէ, որտեղ օրինակ ավետի մոտ որ գնում եմ հաղորդմանը, մեկ էլ նայում ասում եմ, հիմա մեզ նայում են 25 հոգի, ասում եմ Արամի համար է շատ է, թողնի 17, այ 7-ը նորմալ է։ Իչեք 13 որտեղ լավ բան է, չի կարող պոպուլար լինել։ Այո, դա էլ կա։ Հաստատ է։ Նայեք, այստեղ շատ կարևոր է, որ մենք հասկանանք ամեն մարդու էսթետիկան ու ամեն մարդու այն գրականությունը, որ ինքը իր մեջ կրում է։ Օրինակ իմ դեպքում այն գրողները ամեն մարդու, որը որ ստեղծում է, թե ամեն մարդու, որը որ օգտագործում է։ Օրինակ ես օրինակ գիտեմ Ավետի սիրած բանաստեղծները ու իր վրա ազդեցություն ունեցող բանաստեղծների գիտեմ ռուսական գրականության մեջ։ Ինքը գիտի, ես էլ բարձր գիտեմ այն բանաստեղծների։ Երբ որ դու ավելի շատ ոնց որ էքսպերիմենտների Բայց ոչ բոլորը կարող են անձամբ ճանաչեն Ավետին, քեզ եւ դա պետք է չէ, հասկանալի է, չէ, ուզում ասեմ բարական բաշխի։ Ուզում ասեմ կարևորը թե դու ինչ ես, օրինակ, նայեք, երբ որ մենք խոսում ենք դպրոցի դասագրքերից, իմ ամենասիրելի ֆրանսիացի գրողներից մեկը Ռենե Դոմալը, որը եղել է Գուրջևի աշակերտներից մեկը ու Գուրջևին էլ էր հայ։ Ու այդ Գուրջևի էքսպերիմենտների պատճառով մահացավ ինքը։ Գուրջևը փուրը տվեց։ Օրինակ Ռենե Դոմալը ինքը սյուրռեալիզմի հայրին Անդրե Բրետոնին նամակ է գրում, ասում է դուք sense որ շարունակեք, դուք կհայտնվեք դպրոցի ցանկում։ Դա վատ բան է, այսինքն ասում է, իսկ դուք եթե պիտի ինչ-որ միտեղ հայտնվեք, դա կատակլիզմաներին նվիրված հանրագիտարանում։ Այսինքն կան գրողներ, որոնց համար սա ուղիղ իմաստով չէ։ Դպրոցի գնալու ճանապարհը վտանգավոր է ու վնաս է։ Օրինակ ասենք, նայեք, որ դուք ասեցիք Ասխերի պահ, ամենաբրուտալ բանաստեղծները մեկը Մայակովսկին գրում է, եթե Ասխերը շողում են, դա նշանակում է ինչ-որ մեկին պետք է։ Նույնը պոեզիան է, եթե նույնիսկ մի բանաստեղծություն գրվում է, ինչ-որ մեկին պետք է այդ բանաստեղծությունը հաստատ մի պահ պետք է գալու։ Բացի բանաստեղծություն գրողից, թե բացի բանաստեղծություն գրող, բայց առաջին հերթին նաև բանաստեղծություն գրողին, որովհետև վերջին հաշվով օրինակ գրողներ կան, որոնց համար այդ իրանց գրած բանաստեղծությունը իրանց դեղն է, որտեղ իրանք արտահայտվում են ու դա իրանց բուժում է։ Այն մարդիկ, ովքեր կոպիտ ասած չունեն այդ տաղանդը, բայց իրանք շատ ունեն կարիք այդ դեղի։ Օրինակ ես կամ բանաստեղծներ, որոնք ես հատուկ անգին եմ սովորում, որտեվ երբ որ ես մեկ-մեկ քայլում եմ, մենակ եմ լինում, ինչքան էլ կարող է դա ռոմանտիկ ինչի, ես այդ բանաստեղծությունը իմ մեջ արտասանում, ու ես հասկանում եմ, որ ես լրիվ ուրիշ մարդ եմ, երբ որ այդ բանաստեղծությունը իմ մեջ չկար, ու հիմա լրիվ ուրիշ մարդ է, որ այդ բանաստեղծությունը լցվում ես դու ինչ-որ։ Ես ինձ իմ համար արտասանում եմ, ես Ո՞րն է վերջի բանաստեղծությունը այդպիսի, որ սովորել ես անգին։ Այդ մի քանի բանաստեղծություններ կան։ Ամենաթարմը։ Սյուրռեալիզմի հետ բանաստեղծ կա Ֆիլիպ Սուպոն։ Ֆիլիպ Սուպոյից մի հատ բանաստեղծություն կա, որ ասում է «Галопом на белой лошадке, при этом ни кнут не забудь, ни перчатки, галопом, дружок, на рассвете лети, увидишь прекрасный дворец на пути. К дворцу ты подъедешь тропинкой лесною, укрытой осенней обычной листвою, и мимо листвою шуша. Совсем не для всех эта жизнь хороша». Վերջում հասկացեց որ սյուրռեալիստ է։ Վերջը կետը։ Երբ որ դու տեսնում ես այդ դղյակը, ու քեզ թվում է թե դղյակը քոնն է։ Այսպես կողքով ասես, որովհետև բոլորի համար չի որ այդ ու բոլորի համար չի պոեզիան էլ է այդպես։ Այդ դղյակը դարավոր հարցեր են լինելու։ Պոեզիա բոլորի համար։ Այս կուտոկը համարելու է սրանց քրջ, սրանք ասել են զատում են, գրքերում ենք, սենց սիրուն երեխեքը կարդան, սենց տղամարդիկ ասեն, բայց պետք է որ կարդան, այսինքն այս ամեն ինչը նոր չի, ինչի ոչ է։ Հոմերոսից, հա, եկած բանը ինքը միշտ ալնելու, միշտ լնելու են վմասի, միշտ լնելու է այդ underground-ը, հետաքրքիր, միշտ հակասելու են կամ կարդացվի կամ չկարդացվի, այսինքն այս հարցերը այնքան կայֆն են ու այնքան ամեն ժամանակահատվածում եղել են, ամեն ժամանակահատվածի այս մարդիկ սրանց են բանարել, սրանց ձեռը եղել է վլաստը,
սրանցից լավերին ինչքան հնարավոր որ չէին կարա այդ քարերը պարզապես անտեսեին միևնույնն է նույն մարդկանց ում շատ սիրում Արամը Գորկիներն ու քաշել տարել են միևնույնն է դպրոցական սովետական ծրագիր ու մարդիկ միևնույնն է իմացել են բայց տես որ Գորկի մայթի կողքը նաև բուրիվեսնիկը թողեցին ինքն էլ հա հասկանում ես որտեղ պատկերացու եթե Գորկից մենակ մայթը լիներ Գորկու մայթը կլինեին էլի դրա համար այդ առումով այս հարցերը այնքան կայֆ իզվեչնի է ինքը որպես ժամանակահատված որ երբևէ դու չես հասկանալու պոեզիան սաղի համար է պոեզիան ընտրյալ բան է պոեզիա կարդալը ընդհանրապես պետքա թե չէ ինքը process է որը համ այն որ ասում են всякое искусство абсолютно бесполезно и бессмысленно то есть մարդու գենոմի մեջ չկա искусство ախպեր կա ռոդը շարունակելու բանը հիմա ինչի կա հա հիմա այս ամեն ինչը մենք էլ չգիտենք եթե մենք դու ասում ես որ սա հարց է որը որ այսօր չի ծագել եւ ընդմիշտ եղել է բայց այսօր դա վերջակետ ասածս ինչ է այս վերջերս ես էպոսների մեջ էի խորացել Մանաս Կալևալա եւ այլն ու պատկերացրեք Մանասը բոլորդ գիտեք որ աշխարհի ամենաերկար էպոսն է 180-ից 200,000 տող եւ կային մարդիկ որոնք Մահաբհարատայից էր մեծ մասը հա ամենաերկար էպոսը դա է եւ կային մարդիկ որոնք որ նստում էին երկու շաբաթ Մանասը երկու շաբաթ անգիր անում այո Կալևալան մի քիչ այլ կերպ է 19-րդ դարում ստեյցնդից հավաքել են կարծես թքե կպցրել են մի քիչ ներողություն եմ խնդրում ֆիներից եւ կարելներից Սասնա ծռերը մենք գիտենք որ ունեցել ենք դա եւ դա ավելի հին է քան իրականում մենք հիմա պատկերացնում ենք բայց էլի ինչքան ժամանակ չկար մոռացված էր հետո եկավ Սրվանդյանը եւ այդ հարցը լուծվեց կարծես թե ասածս ինչա պատկերացրեք որ այն ժամանակ լինեն սոց ցանցեր ինչպիսին կլներ Սասնա ծռերը Մանասը Հոմերոսի ինչպիսին այլ կերպ կլներ չէ որովհետեւ դրանք փոխվել են որովհետեւ դու մի ձև ես արտասան է ընկալ է բառես մոռացե փոխել ես ես դրա համար պետքա ռուկոպիսին իգարետ պետքա ինտերնետը անջատել հասկացնել կգնավարի հիմա ասածը որ դուք շատ ավելի լավ վիճակում եք եւ սոց ցանցերը պետք է նաեւ այդպես օգտագործեք տարածման անմահացման ճիշտ ձևով ինչպես որ դու ես գրի այդպես հասցնելու անմահանումա մեկա չտպագրված ու լավ բանը չպետքա տպվի գործան լավ բանը պետքա մնա տանը քո համար սեղանի մեջ այսինքն քո մայից հետո լավ պայզան ինքը չպետքա տպվի ոչ ոք չպետքա իմանա դու էլ չիմանաս այդ գրածը ինձ համար պետք չի ընդհանրապես լավ բանը հայտնվի գրքի տեսքով ինտերնետի տեսքով լավ բանը պետքա տանը պահել բա ուր այդ լավ բանը կա լավ բան չգրված է լավ բանը չգրված ամենալավ բանը չգրված է ինչ որ գրվեց տրվեց արևը կարդաց Արամը տվեց կամ ես վաճառեցի սա այդ լավ չի Արամ դու ինչ կասես Ես մի անգամ այդ նույն բառացի համարը նույն բանը ասել եմ որ ամենալավագույն ստեղծագործությունները գրողների այն ստեղծագործությունները չեն գրողների ամենալավ ստեղծագործությունը գրողն է այդ կա այո ես այնքան ստից եմ համարում թե իմ գրածները թե Արամի գրածները թե Արևի կարդացածները մեզնից ավելի թանկ չեն հաստատ այ ես ուզում եմ հասնենք այս գաղափարը անընդհատ ես բոլոր եթերներում ասում եմ որ Եգորից էլ լավը չէ։ Որ պոեզիայից մենք ունենք, ասում եմ, մեր գորլերները։ Ու ասում եմ հիմա այդ ծանով, էլի։ Այդ առումով Գորջան, մարդը, որը կրում է պոեզիան, շատ ավելի կարևոր է ինձ համար, որովհետև ինքն է պոեզիան ամենալավ։ Դու կարաս միլիոն հատ լավ ընտիր կրծքային ընտիր հեքիաթային բաներ գրես ու դու չլինես պոետ, քան այն լավ մարդը, որը գալիս է այն հեքիաթային բուջուր երեխան, որը շատ լավ գրիմ է անում ես, ինքը կարող է լինի պոեզիայի շատ ավելի լավ իր աշխատանքով, տեսակով ու համովությամբ ու հավատքով երկնքին, դժոխքին կամ չգիտեմ ինչին, իր ուժգնությամբ։ Պոեզիան ուժգնություն է իմ համար, էներգիա, ֆիզիկա է ու կվանտովի սկաչոկները։
Եթե դա չունես դու մեջ, այդ հա գրի, հա ջջի, հա ծախվի կամ մի ծախվի, հա կոպիտ ասած։ Շատ կարևոր է որ մարմին ստանա այն զգայությունը, որը դու ապրել ես, որ մարմին դառնա։ Համ բացարձակ կարևոր չի ու դրա հետևից ընկնելը կարևորելը, դա հավայի բան է։ Ավետ, ըստ քեզ ամենալավը քո բանաստեղծությունները ով է ներկայացնում։ Ես, դու։ Այն օրը Փիրուզը մեր Ավո Խալացյանի մաման, Փիրուզան այնքան լավ բան պատմեց, ասում է, փոքր էի ռադիոտանը կազմակերպել էին հանդիպում Պարուշ Սևակի հետ, ասում մտա վախեցած նստած անընդհատ նայում եմ այդ մարդը, որ կազմակերպել է, ասում է Փիրուզն է մեր հրաշալի նենց կարդում, նենց լավ է կարդում, ասում է Սևակը sense ծխում, ասում պետք չի լավ կարդալ, պետք է ճիշտ կարդալ։ Անջատեց իր ծխախոտը, ինքան տպավորվեց տիկին Փիրուզայի այդ պատմած մեջ, պետք չի լավ կարդալ, պետքա ճիշտ կարդալ։ Փարքասո իմ ընկերները, թե Նազենին, թե Հրաչուին, թե Վարշավը, թե Արևը, այնքան ինձ մոտ են կարդում։ Ես էլ ճիշտ չեմ կարդում, որովհետև այդ մի բան է, որը մի քիչ գալիս է։ Դա եմ ասում, դու կարդում ես ներսում, այսինքն պրեսիվիա, չէ, ճիշտը տվյալ մարդուն հասավ, ճիշտը դու չես կարող ասես ճիշտ ու սխալ, էլի պետքա խմես։ Կշտացար, ուրեմն լավ է։ Բա հիմա սոցցանցերում բոլորը խմում են, ամեն մեկը իր ձև, այդ ջուրը չի պղտորվում կամ այդ ջուրը չի դառնում մի պարագայում ջուր, մի պարագայում տոմատի։ Ուղղորդող պետք է, արևոյից գործը ուղղորդելն է։ Հետո այդ ուղղորդումից հետո դու ինքդ կկարդաս քո ձենով, քո ձենը քեզ կկշտացնի թե չէ, դա էլ այդ տվյալ պոեզիայի ուժգնությունն է։ Արամի գործերը օրինակ, ես մենակ իր ձևնով եմ ընկալում։ Ես որ կարդում եմ, իրանք Ցիստիտա դա։ Ես էլ որ կարդում եմ Արամի ձայնով եմ լսում։ Արամի ձայնով եմ ես իրա գրածը ավելի խորապես ընկալում։ Դա հատուկ է արվում Արամ, որ դա միայն ձերը լինի։ Հատուկ սովորել եմ։ Կարատեի եմ գնացել, յոգայի եմ գնացել։ Չէ, ուղղակի ես հիշում եմ, որ իմ ամենալավագույն դասախոսներից մեկը Աներկա Գրիգորյանն է, որ պատմության թանգարանի տնօրենն է, իմ տեսած ամենաֆանտաստիկ կին կերպարներից էր ու ինքը հիշում եմ որ բանը գնում էր ասում էր որ գնում ներկայացում նայում նույնիսկ ներվայնանում այդ դերասանների վրա ասում անց տպավորություն ուսի իրենք են գրել տեքստերը դից կարդում այդ ֆանտաստիկ էր ու մեկ էլ ասում էր մենք որ ասում էր դե մի բան կարդալը բանաստեղծություն ու ասում էր այդ նոր մենք այդ էինք խոսում որ ասում էր պիտի կարդաս նենց ոնց քո համար կկարդաս մենակ սենյակում առանձին այդ ինտիմությունը բա ու ես օրինակ միշտ այդպես երբ որ կարդում եմ մենք որ մեր հաչը կդրենք հիմա արևոն մի բան կարդել բոլորի բոլոր ասասխաններն ու բան ես անպայման խնդրել եմ որ արևոն մի բան կարդա պրոստը ես նայ այդ մենք այդքան խոսում ենք ինտիմության մասին դա կարծես թե Կարմիր թելով ամբողջ խոսակցության մեջ գնում է բայց սոցցանցերը հերքում են ինտիմությունին այո հասկանում ես դա դառնում է հանրության ոչ թե համար, այլ հանրության սեփականությունը քոնն էլ չի անգամ, որտեվ դու հենց Instagram ինչ որ բան գրեցիք, դա նույնը չի, որ դու գրքում տպագրվել ես, այդ ինտիմությունը չի խախտում։ Ինտիմ չի։ Փոխում է։ Այդ ժամանակ դրա մեջ են գնում այդտեղ։ Պոեզիան ինտիմ բան։ Պոեզիա принадлежит народу։ Всем, բայց տենց էլ չի լինում, էլի։ Դե նայեք, մենք ես ասացի Մայակովսկու մասին կա պոեզիա, որը ինքը դեկլարացիոն պոեզիա։ Այդ ձեր ասած Եվտուշենկոն, իրանք դեկլարացիոն պոեզիա են, ինչքան իրանք դուրս են գալիս, դու դեկլարացիոն պոեզիա ասելով թքում ես այդ ժանրի վրա, որովհետև դու underground-նի քո սուրտ կոցով հիմա Վազնիսենցկին Յադավիտի չէ հետելուն Արամը եթե ընկերս չներ կներ իմ թշնամի դրա համար ավելի Հարազատ թշնամի ուրախ մեռել ամենաիդեալը հիմա դու ուզում ես եկա էներգիայի տեր մարդուն այդ եմ ես չեմ ուզում դու մնաս այդ պստիկ բանիդ մեջ Չէ, ես ուրիշ բան եմ ասում։ Կոնցեպտ պետք է մի հատ լսելի։ Հազիվ արդեն Գորիս ծրագրում էս փագենք էս թեման։ Ես ուզում եմ դու որպես underground-ի այդ սուր տղա ալնելով հասկանաս, որ նրանք ովքեր իսկ ես էլ եմ Վազնիսենցկի ֆայլի մեջ մտնում ու ես էլ կարամ ստադիոններ պահեմ։ Դեկլարացիոն, այսինքն։ Դեկլարացիոն լինի, в общем, ինշալացիոն լինի։ Այդ ուժը երբեք մի թերագնահատեք, ցավը տանեմ դու ու քո սերնդի ուժեղ իմ սիրելի պոետներ ջան, գրողներ, դեկլարացիոն, այդ ֆիզիկան պահող ուժը
երբեք մի թերագնահատեք ցավը տան ու թքելուց առաջ հասկացեք որ ըստեղից որ թքեն առանց էտել, հա, առանց էտել Բա ինչ անեն, ինչ անեն։ Չէ, բայց միոպա ես Արամը կոնկրետ ես չի անում, ես հիմա ուտրիրую, чтобы այդ բանի, այդ հարցի պատասխանները Բայց ես հակառակը, ես կողմ էի դրանց, որովհետև նայ, ես քանավոր նայ, ես Մայակովսկի եմ սիրում։ Ես բարերի ու էներգիայի բանը, դեկլարացիոն ասելով ցավը տամ, դու մեկը վատ բան ես, Չէ, հակառակը, ես Մայակովսկի եմ սիրում, չէ, դեկլարացիոն նկատի ունեմ, որ կա Դեկլարիրովանիա, որ կա մասսայական պոեզիա, որը ինքը բարձրաձայն ասում է։ Օրինակ նա երբ որ սուտ չենք խոսում, մեկը իջացնում ենք, ասելով մասսայական։ Չէ, ես չեմ իջացնում։ Օրինակ Վիսոցկու մոսկայլա իջացնել։ Այսինքն ինքը մասսայական է, իսկ ես ասում եմ որ կա օրինակի համար կար, չգիտեմ, իմ սիրած Մանդելշտամը եւ Մայակովսկին, որոնք իրար հետ ոչ մի, այսինքն իրանք վատ նույնիսկ երևի հարաբերության մեջ, որովհետեւ կա օրինակ մեր ժամանակակից գրողներից մեկը գրել էր որ իմ համար կա երկու պոեզիա, որը կա պոեզիա, որը ամբողջությամբ ասում է ինչ որ մտածում է, ու կա պոեզիա, որ չասվածության մասին է։ Այսինքն այդ ինտիմը, որը ավելի ներաշխարհի մասին է, ու կա բանը, երբ որ ավետ օրինակ ինձ ասում է դու լավ կարդում ես, էլի գայս անես, որովհետև ես իմ գրականությունը, ես որ գրում եմ, դա բարձրաձայն կարդալու համար է, բայց կա գրականություն, որը բարձրաձայն կարդալու համար չի։ Դու Մանդելշտամին չես կարա բարձրաձայն մասսայական կարդաս, ոչ թե որտեղ վատն է, հանճարեղա վատը որ, այսինքն վատ չի կարա, այլ որ իհարկե կարաս, եթե բայց մեծ մասը, եթե տիրապետում ես, բայց օրինակ նույն Մայակովսկուն այդ ֆուտուրիստները բառախա, դա հենց գրված է նրա համար, որ դա բարձրաձայն այդ բանը դու լսես։ Դու օրինակ եմ բերում։ Դա դու կարելի Պաստերնակ, կարելի Լյուբոյ արդեն թողարկված Լյուբոյ անուն դու ես բան անեմ ստադիոնում կարդամ։ Արի գնանք իր այդ Խլեբնիկով Բայց համաձայնի, բայց ավետ համաձայնի որ ազատ նաստված այն օրից երբ հաճեցավ շունչ փչելը ինչու ապշած լճակ չի։ Չես կարա, չէ՞ դու զգաս։ Ժողովուրդ դու կար։ Ինչու է ապշած։ Ինչու է չես կարա, բայց դու կարաս բերես դահլիճին, հավաքես։ Բայց ավելի կամերային չի, ավելի կամերային է, թե դա կարաս կամերային սարքես, ստադիոնից էլ սարքես մեկ ու բերես հասցնես ժողովրդին նրան, դրա համար եմ ասում, երբեք դեկլարացիոն արվեստը պոպուլարիզացիայի ու այդ ուժգնության արվեստը, որը կարա հասցնի ժողովրդին քչացնի 20 հոգի սարքի ու լճակնել Պոլգոլոսը ասի, լսելի դա վարպետների մասին է, ես էլ եմ այդ ասում։ Արևիկ, եթե մենք ձեզ խնդրենք հիմա, ինչ կարճ կամ երկար, ինչ կարող եք, այդ Արամը կարդաց Ափսոս չունեմ, այո, այս պահին որևէ գիրք, որ ընթերցեմ, ոչ Արամից, ոչ Ավետից, բայց չեմ պատրաստել այս պահին որևէ ստեղծագործություն։ Դե գիրքը, դու համայնանա գիրքը դու։ Դու չես բերել գիրք։ Չէ։ Սպասի ես կտամ։ Վաու։ Դες այս մարդը իր գրքերը դա է բացարձակ, այս մարդը Արամի գործերն է տալու կարդաց։ Իմ Դուք լավ չեք ճանաչում, գորս դու էլ ես մարդու։ Իրական պատկեր։ Պատրվեց այսօր։ Ինտիմ պահն է եւ հուսով եմ այս տեքստեր չեն բարձրացան կարդալու որտեղ բայց դու ունես իդեպ մի բան ասեմ ես ուզում հատուկ շնորհակալություն հայտնեմ Սիլվա Յուզբաշյանին որ կարդացել էր վերջերս իմ ստեղծագործությունները ու դասական ոճով կարդացել էր իմ ամենահամարցակ ստեղծագործությունը ու ես ինձ շատ լավ զգացի առաջին հերթին մեծ պատիվ էր երկրորդ հերթին որ ինքը լինելով ավելի ավագ սերնդի ներկայացուցիչ ինքը չէր անսպասելի էր ռադիո եթերում կարդացել էր ու այն ավելի ազատ տեքստեր է էլի ու իմ համար տենց Արնանթան բառը կա միջև Արևիկը պատրաստվում է ինձ թվում է ես լավագույնն եմ գտել այո որը ես ուղղակի մեր զրույցը ամփոփելու է վստահաբար չէ եթե ամփոփելու մի հատ հարց տամ նոր այդ ցենզուրան գոյություն ունի սոցցանցերում եւ կարեւոր է որ լինի ցենզուրա առհասարակ Դենա ես տիրը միջև վերջ չեմ գրում եմ սի կետ եթե կա Արամի մոտ չգիտեմ Իմոտ այդքան ես այդքան տար չեմ գրում։ Ես պրոստը առաջի տար եմ գրում։ Ես այդքան կետ չեմ գրում։ Չէ, հակառակ ես մի տար եմ գրում ու մնացած կետերը։ Հա, որտեվ երբ որ գրում ես S-ը ու կետը, այնտեղ կարող ուրիշ բառ լինի, սկզբից չհասկանաս, ինք ակնհայտ է, էլի որ ես չէ, ես մի տար եմ գրում ու տենց, բայց երբեմն ին վրան օրինակ ջղայնանում եմ, դից ինչի չեմ գրում։
Որտեղ վերջին աշխով, օրինակ ես ինձ միշտ ասում են, օրինակ բառերի հետ կապված, ասում եմ, եթե դուք Աճարյանի բառանը բացեք, բոլոր բառերը մարդը գրել է բացատրությունը, թե որտեղից է առաջացել բառը։ Էտիմոլոգիան կա, ու իմ շատ սիրելի բանաստեղծները բոլորը համարյա հանգիստ օգտագործել են։ Ես հիշում եմ մի բան պատմեմ, որ կարճ մի բան, որ իմ ծանոթից մեկը ասում էր, որ մենք բանասիրականում Մայակովսկի էինք արտասանում, ու այդ Մայակովսկու վայվես գոլոսը վերջի պոեմը, որ ասում է, где, блядь, խուլիգանում դա սիֆիլիս, ասում է, блядь, ուրիշ բան էին ասում, փոխում, հա, խոսքի ուրիշ բանը, ասում է, այդ ինը, որը բանասեր էր, ասում էր, դուք ինչ իրավունք ունեք Մայակովսկու գրած, блядь, փոխեք ուրիշ բառով։ Որտե Մայակովսկու գրած բլազը լրիվ ուրիշ բան է, քան ձեր օգտագործած բլազը։ Նենց որ այդ առումով մենք դες ներքին ինչ-որ sense բան ունենք, որը չեն կարողանում ազատել։ Որ խանգարում է նաև պոեզիային։ Այո։ Շատ դեպքերում հայերեն համով ու բլադակենտրոն պոեզիային շատ խանգարում։ Ու չմոռանանք, որ Պուշկինի սկսեց բոլոր մեծ բանաստեղծները նույնիսկ գրքով տպում են առանձին հայրախառն բանաստեղծությունները։ Հիմա ցավոք սրտի այն մարդիկ են այդ ամենը օգտագործում, որոնք որ ինձ թվում է կարդալ ու գրել չգիտեն, եւ դա ավելի ընկալելի է, քան երբ որ դա պոեզիա է, երբ որ տեղին է։ Ցավոք սրտի մենք ապրում ենք այդ դարաշրջանում։ Իսկ հիմա Արևիկը կդնի վերջակետ այսօրվա խոսակցության։ Մենք խիստ տարբեր ենք։ Ես ունեմ բառ, դու գեղեցկություն։ Գեղեցկությունը հենց բառ է։ Բառը գեղեցկությունը։ Իսկ գեղեցկությունը բառ։ Դե գեղեցկությունը ես եմ։ Նայեք, չէ՞ որ ավետել է բառ, ավետել է։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ես հույսով եմ, որ մենք հետաքրքրություն սերմացրեցինք եւ մարդիկ կսկսեն փնտրել, ման գալ, մտնել սենյակ, լույսը վառել, անջատել, բարձր կարդալ, ցածր կարդալ, մտքում կարդալ, ընթերցել, համաձայնվել, չհամաձայնվել, գրողներին պետք չի վառել, գրքերները պետք չի։ Հա? Դա Իտալիայի միջնադարում է, դա։ Աուտոդաֆեներից հեռու մնանք, եկեք գրքեր չվառենք, եկեք գրքեր գրենք։ Գրքեր գրողներին վառենք։ Գրքերի վրա։ Ամոթ։ Ես առաջարկում ոչ մեկին չվառել, այլ գրել, կարդալ, անկալել կամ չընկալել։ Դա ձեր գործն է, քանի որ մենք ազատ եւ անկախ Հայաստանում ենք ապրում։ Իրավունք ունենք հրապարակում ինչ լավ ծուխ կդառնամ։ Դուք ես դրել ես Ջորդանո Բրունոյի տեղը, թե Սավանարոլայի, թե Սավանարոլա չէ, բայց Ջորդանո սազեր ինձ։ Դուք պրոստե ծխի սիրունությունը չեք պատկերացնում։ Բայց ես քեզ ասեմ, որ Իտալիայում այն վայրում, որտեղ որ նրան այրել են, հիմա մարդիկ գալիս են եւ նկարում են, ասում, «Օ, ստե Ջորդանոյի այրը»։ Եկեք խոստանք ավետին, որ ավետը երբ որ որոշի վառվի, մենք առաջինը փայտը Դուք դուք էլ անում եք։ Եվ դու դա չես զգա։ Ты будешь одет в деревянный макинтош, но ты этого не увидишь. Но мы как знаем, говно не тонет, не горит. И не горит, если оно не сухое. Да. Դերավ, շնորհակալություն, ինձ թվում է որ զրույցը ստացվեց, միգուցե ձեզ թվում է որ չստացվեց, գրեք, կիսվեք, վիճեք, անպայման հայհոյեք, եթե տեղին է այդ ամենը, բայց եթե ուղղակի պետք է հայհոյեք հայհոյելու համար, ինձ թվում է դա անիմաստ է, հա։ Չէ, դա հատուկ հիվանդների բան կա, հայհոյեք հայհոյելու համար։ Կարևորը աճի պրասմոտը։ Շոու պրասմոտների մեջ չկա պրոստը։ Ավետը գիտի փաստորեն աճը ոնց պետք է ապահովենք։ Շնորհակալություն, եկեք իրար հետ աճենք։ Այո։ Բարի բուն իմաստով։ Ցե։ Մերսի։ Շատ լավ ծրագիր։ Так, ստեղ նկարվում ենք, հա, մի հատ նկարվում ենք։